Վանաձորի նորընտիր քաղաքապետ հանրապետական Մամիկոն Ասլանյանը այսօր ավականու ընդդիմադիր անդամների բացակայության պայմաններում երդվեց ազնվորեն ու բարեխղճորեն իրականացնել համայնքի ղեկավարի լիազորությունները։ Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավականու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճ պանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեվոր վերելքին։ Երդվում եմ։ Արդեն նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը քաղաքի բանալին հանձնեց իր հաջորդին, ապա հայտարարեց, որ այդպես էլ պետք է լիներ։ Վանաձորցիները շատ արդարադատ են, այնինչ եղավ դա պետք է լիներ, և ընտրությունների ժամանակ 15,000 ձայնով կրած քաղաքապետը չէր կարող իր տեղը զիջել ավելի ցածր ձայներ հավաքած ինչ-որ մերի։ Պարոն Ասլանյան, նորից եմ շնորհավորում։ Երդման արարողությանը ավականու անդամներից ներկա էին միայն հանրապետական ու դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները։ Լուսավոր Հայաստանը, Հայկական վերածնունդը եւ Բարգավաճ Հայաստանը, ինչպես ավելի վաղ հայտարարել էին, բոյկոտեցին արարողությունը։ Լուսավոր Հայաստանից Քրիստ Մարուքյանը Ազատության հետ զրույցում ասաց, որ իրենք ապօրինի են համարում միջոցառումը, քանի որ այն պետք է հաստատված լիներ նորընտիր ավականու կողմից, մինչդեռ ավականին որևէ կանոնակարգ չի սահմանել։ Ըստ օրինակելի ձևի կանոնակարգի սահմանվում է, որ ավականու անդամները իրենց պարտականությունները ստանձնելու ժամանակ կարող են նաև երդվել եւ երդման տեքստ գոյություն ունի ըստ այդ օրինակելի նմուշի, որը կարող է կիրառվել հենց առաջին նիստի ժամանակ։ Իսկ քանի որ նման բան տեղի չի ունեցել, հետեւաբար ոչ ավականու անդամները, ոչ քաղաքապետը առավել եւս օրենքով սահմանված որևէ նման միջոցառում անցկացնելու իրավասություն կամ լիազորություն չունեն։ Ներկա էր նաև տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, ում կարծիքով Վանաձորում տեղի ունեցող հետընտրական մեջբերում եմ տատանումները ժամանակավոր բնույթ են կրում։ Քաղաքական խնդիրները, որոնք այսօր կան Վանաձորում, ես կարծում եմ դրանք խիստ ժամանակավոր բնույթ են կրում, քանի որ ցանկացած ավականի, որը ժողովրդի քվե է ստացել իր կուսակցությունով, քաղաքական ուժը ներկայացնելով իր թիվ 1 խնդիր ունի ծառայելու այս քաղաքի բնակիչներին, ոչ թե կուսակցական կամ այլ երևույթների եւ խնդիրների։ Հիշեցնենք, համաձայն Լուսավոր Հայաստան, Հայկական վերածնունդ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների միջև ստորագրված համաձայնագրի ենթադրվում էր, որ ավականու 33 անդամից 18-ը իրենց ձայնը կտան Լուսավոր Հայաստանի թեկնածու Քրիստ Մարուքյանին, սակայն վերջինս միայն 14 ձայն ստացավ, այդպես էլ չկարողանալով դառնալ Վանաձորի քաղաքապետ։